Ողջույն հարգելի ցուլեր, սա ձեր կանխատեսումն է 2026 թվականի ֆինանսական կանխատեսումը իհարկե բոլոր 12 ամիսների համար։ Առանձին ես ժամը կգրեմ, որպեսզի դուք կարողանաք հետո նայել, եւ օրինակ կարող եք տարվա ընթացքում որոշում եք վերադառնալ եւ որևիցե ամսվա համար նայել, տեսնել թե ձեզ ինչ է սպասվում։ Կարող եք հանգիստ վերադառնալ, կստեղծեմ պապկա մի փոքր էս, որ արձագանքում է շունչս էլ է ինձ թվում է չի խանգարում, մի փոքր սա բարձրացնեմ, ինձ թվում է խանգարում է, որտեղ ես լսեցի, ինձ խանգարում էր։ Ահա, հնարավոր է, որ մի փոքր մոտ էր հեռախոսը, չնայած որ արձագանքում է յուրաքանչյուր պահ, ճտոց, պտոց, ամեն ինչ արձագանքում է։ Դա դեռ չենք հասցրել լցնել, ես պետք է լցնեմ բնականաբար իմ ապրանքներով, չեմ լցրել դեռ, ժամանակ չի լինում։ Մի խոսքով կստեղծեմ որևիցե պապկա, playlist, կախված է թե ում հեռախոսը ինչ լեզվով է, կարող եք մտնել, հետո նայել, կլինի սա առանձին 2026 թվականի ֆինանսների համար, հետո կարող եք գտնել նաև մեկ այլ տեսանյութեր 2026-ի վերաբերյալ, որը եւս կլինի։ Ինչպես տեսակ խոյերից բավականին ինքը երկար է տևում, որովհետև բոլոր ամսվա համար է լինում եւ այդքան պետք է խոսել։ 12 ամիսը դա 12 կենթանակերպի նշաններն են կարծես թե ոնց որ լինում է յուրաքանչյուր շփաթ, որ ես անում եմ կանխատեսում։ Այդքան երկար է տևում։ Եվ կարող եք նայել ասցենդենտի նշանով, լուսնայինի նշանով եւ արևային նշանով, անպայման երեքն էլ նայեք, կարող եք ձեզ մոտ գրանցել, միգուցե ամեն ամիս նայեք եւ հասկանաք որն է կատարվում, միգուցե նախորդը մի հատ նայեք, տեսնեք որը կատարվեց։ Այդ ամենը թողնում եմ ձեզ։ Գնայեմ երկու քարտերով, մեկը ուրիշ բաներ է ասում, մյուսը ուրիշ բաներ է ասում, չնայած որ ընդհանուր կարող են լինել երկուսն էլ նույն բանն են ասում, երկուսն էլ նույն թեմայի վերաբերյալ են եւ նույն բանն են նշանակում։ Եվ կարծես թե այլևս ոչինչ չունեմ ասելու, անցնենք կանխատեսմանը։ Դուք հետո կարող եք մտնել եւ մեկնաբանություններում փնտրել ժամերը բոլոր ամիսների համար, որովհետև հաստատ կմոռանաք, թե որ ամսին ձեզ ինչ է սպասվում։ Ես տարվա ընթացքում եթե աշխատեմ, անպայման նորից ձեզ կհիշացնեմ այդ մասին։ Ահա, եւ տեսնենք ինչ է սպասվում ցուլերին ֆինանսական վիճակը 2026 թվականի համար, ամբողջ 12 ամիսների համար։ Տեսնենք ընդհանուր ֆոնը եւ հունվար մարտ այստեղ կան որոշ բաներ, որ չեն երևում, մայիսն է, հունիսը, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ իհարկե դեկտեմբեր, կներեք ոնց որ թե գործ են անում, չեն այս զգուշացրել եւ գնայինք մյուս քարտերով, որովհետեւ իրենք տարբեր նշանակություններ ունեն ընդհանրապես քարտերը։ Ինչ է սպասվում ցուլերին 2026 թվականի իրենց ձեր ֆինանսական վիճակը։ Ընդհանուր ֆոնը։ Եվ արդեն մնացած բոլոր 12 ամիսները։ Կարող եք այս պահը բաց թողնել առաջ տալ։ Ստում որ արձագանքում այս ձայները ավելի շատ կլսվեն։ Միայն Հայաստանում են, որ պատերը ամուր են սարքում, գյաջում են, դեպ ասեմ, ոչ մի երկրում չեն գյաջում։ Ահա,
Այսքանը եւ իհարկե տեսնենք ընդհանուր ֆոնը ձեր 2000 ոյ հիանալի է հարգելը ցուլեր, այստեղ նայեք գավաթը ձեր ձեռքին է, թագավորն է սա։ Դուք այդպես ոնց որ ասում եմ տրոնում նստած կլինեք որպես թագավոր եւ հաջողություններ կունենաք, հա դռները բաց են, ոնց որ ինչպես է լինում, չէ, նախագահի կամ չգիտեմ ում համար ոնց որ բոլոր դռները բաց են եւ կարող եք հանգիստ մուտք գործել եւ ամեն ինչ անել։ Այս տարվա ընթացքում հենց ֆոնը այդպեսին է լինելու, հա, ընդհանուր սա ֆոնն է, որ դուք լինելու եք ձեր դիրքում, ֆինանսական առումով։ Դե սա ընդհանրապես բարձր դիրք է եւ մարդը ոնց որ այստեղ ավելի հաղթանակած է դուրս եկել, որովհետեւ ինչ որ արդեն դիրք ունի ֆինանսական, չի նեղվում եւ դռները բաց են, կարող է ամեն ինչ անել, հաջողությունը հաջողության հետևից։ Այս երկու քարտը ընդհանուրի համար հիանալի է։ Եվ տեսնենք արդեն ամեն ամիս ձեզ հետ ինչ է լինելու, մի մոռացեք նաև ընդհանուր ֆոնը, որպեսզի հասկանաք, որ ինչ էլ որ լինի, միևնույն է ոնց որ թեկուզ եթե ֆինանսներից նեղվեք, էլի դուք ոնց որ ձեր դիրքում եք լինելու, հա, ոնց որ չեք ընկնելու։ Չնայած որ ցուլերի համար ֆինանսները առաջին տեղում են։ Գնայենք իհարկե հունվարը։ Հիանալի հունվար է, սա նաև ոմանք աշխատավարձ է բարձրանում, բայց մի փոքր բայվոյ կլինեք, այդպես կցանկանաք բոլորին վիրավորել, ձեր ուզածին հասնելու համար։ Ուրեմն ֆինանսական քայլերը բավականին համարձակ կլինեն ձեր այս ամսվա ընթացքում, ամբողջ հունվար ամսվա ընթացքում։ Միգուցե այդպես երկար չմտածված կարելի է այդպես ասել ներդրումներ կատարեք, ինձ թվում է լավ կլինի, որ մի փոքր մտածեք, որովհետև ընդհանրապես այս քարտը շատ ոնց որ իմպուլսիվ է, այ եւ կարող եք չի կարելի։ Ինքը ընդհանրապես ձին խորհրդանշում է, հա, որ ոգևորված առաջ գնաք, բայց իմպուլսիվ քայլեր, սխալ քայլեր առանց մտածված, հա, ինչ որ կամ պահի ազդեցության տակ չի կարելի անել։ Եվ այս քարտը հենց կարելի այդպես ասել, որ մի արեք, ինքը դուք ոնց որ շատ ոգեշնչված, ոգևորված կլինեք, ամեն ինչ կկարողանաք անել, բայց մտածեք հետո նոր, հա, մի շտապեք ոչ մի հարցում։ Շատ արագ գործողություններ կանեք կապված յուրաքանչյուր ֆինանսների հետ, ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար եւս հա այդ այդ քայլերը կանեք։ Եվ նաև սա հեղինակությունը ձեր կբարձրանա դրա համար, այստեղ ոնց որ ձեր դիրքում եք, ոնց որ մարդը ավելի շատ գումար ունի, չէ, այդպես են, չէ, նայում ընդհանրապես մարդկանց ով ավելի շատ գումար ունի, այն ավելի շատ հեղինակություն ունի, դե այդպես է։ Ամենայն դեպս հունվարին դուք կունենաք այդ հեղինակությունը։ Նաև կայունություն կլինի ձեր ֆինանսական վիճակում, նաև պասիվ եկամուտ կունենաք, այսինքն ինչ որ մի բան, որը գնել եք, դրել եք մի կողմ, դե ընդհանրապես դա լինում է տունը շատ դեպքերում, երբ որ տուն ես գնում, տալիս ես վարձով, դա պասիվ եկամուտ է համարվում։ Եվ օրինակ ես մարդ եմ ճանաչում, ինքը 35 տուն ունի, եւ այդ բոլոր տները ինքը տալիս է վարձով։ Դե պատկերացրեք ինքը տուն նստած է, ինքը ոչինչ չի անում։ Ինքը ընդամենը այս մի վարձակալից է, մյուս վարձակալին է տրամադրում տունը եւ վերջ, ստանում իր գումարները, ապրում այդպես։ Դա կոչվում է հենց պասիվ եկամուտ։ Նաեւ կենսաթոշակ է սա ոմանց համար կրթաթոշակ նաեւ կարող է լինել։ Ձեր բիզնեսում, բիզնեսը նաեւ, հա, ինքն իրանով ոնց որ հարգանքվա էլի այդ ամիս, այն ինչը որ դուք անում եք։ Կարգավիճակի պահպանում նաև եւ այն սխեմաները, որոնք որ դուք օգտագործում եք կամ ինչ որ սխեմաներ են, որոնք որ ձեզ համար շատ հուսալի են, ոնց որ ինչ որ մի բան, ինչ որ մի ձևով անելն է, դա սխեման, ոնց որ գծագրել եք, սա, այսպես պետք է անեք, որ գումար վաստակեք, հա, այդ սխեմաների միջոցով դուք բավականին լավ կկարողանաք առաջ տանել ձեր ֆինանսական վիճակը։ Նաև սա կամաց կուտակում է գումարի, կամաց կարող եք ինչ-որ չնչին գումարներ հետ գցել եւ ի վերջո
տարվա վերջ կարող տեսնել, որ բավականին շատ գումար ունեք, լավ կլինի, հա, որ հունվարից սկսված դուք դնեք մի կողմ, բայց դնելուց մի ասեք, որ սա ինչ-որ բանի համար է։ Երբ որ մարդը ասում է այս գումարը դնում եմ օրինակ տուն գնելու համար, հաստատ մի բան է տեղի ունենում եւ դուք այդ գումարը ծախսում եք։ Ուղղակի վերցրեք եւ դրեք մի կողմ։ Բացարձակ ոչինչ մի ասեք այդ գումարը ինչի համար եք դնում մի կողմ։ Ուղղակի դրեք։ Եվ այստեղ ինչպես որ ասում են գումարը ձեզ համար է աշխատում, հա, այլ ոչ թե դուք եք գումարի համար աշխատում, այնպես որ գումարները կգան ու կգան այս ամիս։ Նաև այստեղ ինչ-որ ֆոնդեր կարող եք ֆոնդերի հետ գործակցել կամ չգիտեմ ինչ-որ ես նման բաներ չգիտեմ, բայց հա ինչ-որ ֆոնդային բորսաներ կան եւ այլն, որտեղ որ եւս մարդիկ գումար են վաստակում։ Գիտեմ, որ շատ ցուլեր նաև նմանատիպ բաներ շատ են անում, սիրում են, ես ինքս չեմ սիրում, բայց հա այնտեղ գումար են ներդնում եւ այլն ինչ-որ սպասում են պատասխանի, չգիտեմ ինչեր։ Միգուցե նաև նմանատիպ ոչ գործեր անեք պարտատոմսերի հետ կապված։ Նաև լավ կլինի, որ ինչ-որ եթե մի բանի վրա եք ներդնելու, ապա դա թող լինի երկարաժամկետ նպատակի համար։ Հստակ որևիցե մի բան, որը երկար է ծառայելու, ոչ թե հունվարին կանեք, կվաճառեք ու վերջ։ Այն նմանատիպ բաների վրա պետք չի ներդնում անել։ Տեսնենք փետրվարի իհարկե։ Փետրվարին եւս, հա, այստեղ արդեն երկու քարտ է, ինչ որ թրերը ձեռը գնում եք, այս մյուսում թուրն է, սուրն է, հա, սա սուրը դա ոնց որ կարող եք դիմացինին նաև վնասել ճանապարհին։ Իսկ սա հաղթանակն է։ Հաղթանակ է, որը որ կունենաք եւ մարդը ոնց որ դրոշը պահած, հա, դրոշ չկա, մյուս քարտում է դրոշը ընդհանրապես այդպես գավաթը կարելի ասել պահած, ինքը գնում է առաջ։ Առանց անվախ։ Եվ ընդհանրապես այդ քարտը առաջ գնալու քարտն է, այս իմ քարտերում է, որ դիրքը ուրիշ ձև է, շատ ովքեր որ նայում են իհարկե քարտեր, տեսած կլինեք, որ այսպես ոնց որ փայտեր են, այսպես դիրքը, ոնց որ ընդհանրապես դա երկրի հետ կապված, երբ որ ասում են դա պատերազմ է նշանակում, ոնց որ հարվածներ է։ Իսկ սա հա առաջ խաղացում է, ընդհանրապես մեկ այլ հարցերում բնականաբար մենք քաղաքականություն չենք նայում հիմա։ Սա առաջ խաղացում է, առաջ շարժում, առաջընթաց եւ ինչ որ բան ձեզ մոտ արագ կզարգանա ֆինանսների հետ կապված։ Նաեւ փոփոխություններ կարող են լինել, բայց շատ արագ այդ փոփոխությունները տեղի կունենան։ Սա նաեւ վճռական կգործեք, ինչ որ գործեր անելու համար հնարավորությունները օգտագործեք անպայման, որովհետեւ կլինեն նման պահեր, որ պետք է օգտագործեք այդ հնարավորությունը, միգուցե ինչ որ բան վաճառելու արագ, հա, ոնց որ առիթ է, տոն է, հապնեք, փետրվարն է, փետրվարի 14-ը, ոնց որ օգտվեք այդ առիթից եւ ինչ որ բաներ սկսեք վաճառել։ Այդ արագ գործեք, արագ մտածեք եւ կկարողանաք ինչ որ բաների, ահա, գումարային լավ եկամուտ ունենալ։ Նաեւ իսկ մյուս քարտը ընդհանրապես խոսում է սա եկամտի տարբեր աղբյուրների մասին է, միգուցե երկուսն են, միգուցե մի քանիսն են, տարբեր ֆինանսական ներդրումներ կարող եք անել, ֆինանսական գործունեության տարբեր տեսակներ, կարող է զբաղվում եք, հա, կամ ցանկանում եք զբաղվել այդ ամիս։ Սա նաև լրացուցիչ կեսդրույքով աշխատանք է, ոմանք կարող են աշխատանքից դուրս եւս ինչ որ աշխատանք գտնել։ Եվ կարող եք տատանվել եւ կարող է փնտրեք ինչ որ մի բան, որ ինչ գնեք, ինչի վրա գումար ծախսեք այդ ամիսը։ Երկար կարող եք մտածել, երկար փնտրել, տատանվել, արդյոք սա պետք է ինձ թե ոչ։ Եթե գումարի եք սպասում, ապա գումարը կարող են ձեզ վճարել մաս-մաս, ոչ ամբողջությամբ միանգամից, հա, եթե սպասում եք նմանատիպ ոչը պահի։ Նաև սա ընտրություն է շատ, ընտրություն այս գործն անեմ, թե այն գործը, սա է շատ գումար բերում ինձ, թե նա է շատ գումար բերում, որը մնա, որով ավելի շատ զբաղվեմ, այդպես։ Եվ այստեղ եթե ոչ է գործընկեր ունեք, որը որ հատուկ ֆինանսների հետ է կապված, կարող է ամեն մեկը գնաք ձեր ճանապարհով, հանեք ձեր ֆինանսները այդ ընդհանուր ներդրումից եւ ամեն մեկը գնաք նաեւ տարբեր ճանապարհների, հա, դա սա ընդհանրապես բացասական կողմն է այս քարտին։ Եվ ինչ որոշում որ կայացնեք,
դա հատկապես կազդի ձեր ապագայի վրա, դրա համար պետք է շատ ճիշտ անեք, խնայեք, ճիշտ ներդրումներ կատարեք այս ամիս և կայունությունը պահպանեք ձեր ֆինանսական, որտեղ այստեղ մի կողմից ոգևորված կարող եք լինել և ցանկանալ ավել պակաս ծախսել, ամենայն դեպս ինքը վատամիջ չէ, վատամիջ չէ ընդհանրապես և պետք է ոգևորվածը այնքան կարող է էներգիա ունենաք, որ ուզենաք սա էլ անեք, նա էլ անեք, ես էլ անեմ թող գումար գա, այն էլ անեմ թող գումար գա, այդպես։ Տեսնենք մարտ ամիսը, մարտ ամսում լուսինը ընդհանրապես ինչ-որ գաղտնի գործողություններ են։ Եվ մարտ ամսին այստեղ լուսինը ինչ-որ թաքուն բաներ են, սա նաև բացի այն վերացեցի թաքուն գործողություններ, սա նաև նշանակում է բացասական վերաբերմունք գումարի նկատմամբ, նաև կարող է գումարի հետ կապված, եկամտի հետ կապված, եկամտի բացակայություն նաև լինի, ֆինանսական վիճակի դժվար իրավիճակ լինի, որոշակի լճացում լինի, աճի բարդ առաջ խաղացում նաև, որպես այդպեսին չլինի։ Նաև անորոշություն է սա, որ կարող է չգիտեք որտեղ ներդրում անել, չգիտեք ինչ աշխատեք, չգիտեք որտեղից եկամուտ գտնեք, ինչ-որ պահեր են նաև սրանք։ Ինչ-որ նաև ձեր ներսում էլ կա թաքնված որոցը վախ։ Պետք է ուշադիր լինեք ֆինանսական խաբեությունից, որովհետև պարզ չի ձեր դիմացը և կարող են ձեզ նաև խաբել։ Եթե ինչ-որ նախագիծ են առաջարկում, այստեղ գումար ներդիր, այնտեղ պարտքով գումար տու, մի արեք, որովհետև չգիտեք նա կվերադարձնի արդյոք թե ոչ։ Եղեք շատ զգույշ և ուշադիր, անպայման շատ անհրաժեշտ է, որպեսզի դուք լինեք ուշադիր։ Նաև սա կարող կողմնակի գումարներ վաստակել, օրինակ ձեր հոբբիից, որովհետև բարեգործություն կարող եք անել, նաև կարող եք ավելի շատ գումար ծախսել ընտանեկան կարիքների վրա։ Այստեղ գումարի հետ կապված ամեն ինչ, եթե միգուցե ձեր ներքին վախն է դա, որ կամ դիմացը պարզ չտենալու այդ պահը, որ չգիտեք, միգուցե չեք աշխատում և մտածում եք ինչ կարող եք անել, չեք տեսնում դիմացը, ինչ է կատարվում։ Իսկ հետո ուղղվում է ամեն ինչը, այնպես չի, որ դա ամբողջ ամսվա ընթացքում է լինում, որովհետև մենք երկու քարտ ենք նայում, իսկ մյուս քարտը դա բարեկեցություն է նշանակում, և դրա համար կարող է իրոք ձեր ներքին վախերն են դրանք, որովհետև որ չեք տեսնում դիմացը պարզ, դրա համար սկսում եք վախենալ, արդյոք կարող է գումար չաշխատեմ, արդյոք կարող է դուրս գամ աշխատանքից, նման որոշապահեր։ Նաև ավելի հավասարակշռված կծախսեք այդ ամիսը գումարները ձեր։ Ոնց որ նաև կարող եք հաշվարկել, թե ինչ կարելի է անել, ինչպես կարելի է ծախսել գումարները։ Ամենայն դեպս հարմարավետ վիճակ է ձեզ մոտ ֆինանսական, ես խնդիր չեմ տեսնում, միայն տեսնում եմ ինչ-որ մի ձևով կարող է նաև դա խաբեություն է, որը պետք է ուշադիր լինեք։ Ոչ հոգին, ոչ պարտք տվեք, ոչ վերցրեք։ Ոչ էլ ինչ-որ գործակներ կնքեք, որը կարող է ձեզ համար նաև կասկածելի է թվում, ոչինչ նմանատիպ ոչինչ մի արեք։ Ապրիլ ամիսն ենք իհարկե մենք նայում, և ապրիլ ամսին այստեղ սա նշանակում է առաջ խաղացում, առաջ գնում, աշխատանքում, նաև ֆինանսներում, ֆինանսական վիճակի փոփոխություն։ Ընդհանուր փոփոխություն է սա, միգուցե աշխատանքն եք փոխում, միգուցե աշխատանքի վայրում է ինչ-որ մի բան փոխվում, միգուցե ինչ-որ բաներ եք սկսում վաճառել, դա եք առաջ մղում։ Սա աստիճանաբար ֆինանսական վիճակը կլավանա, եթե այստեղ հանկարծ կամ կասկածում եք, կամ ուղղակի ինչ-որ պահեր կան ֆինանսների հետ կապված։ Եվ յուրաքանչյուր ֆինանսական հարց կլուծեք հիանալի կերպով, այնպես որ այստեղ այդ ամսում ոչ մի ֆինանսական խնդիրներ գոյություն չունեն։ Նաև գումար կարող է գալ, գումար կարող է գնալ այդ ամիսը, անընդհատ գա գնա։ Նաև փոքր-մոքր գումարներ կարող եք աշխատել, կողքից կարող է դա լինել, ինչ-որ փոքր առևտուրներ կարող եք անել։ Նաև ֆինանսական սա անկայուն վիճակ է, ոնց որ 1 գալիս է, 1 չի գալիս, նաև այդպես կարող է լինել։
Մյուս կողմից, հա, որովհետև երկու քարտ ենք մենք դիտարկում, միգուցե ամսվա ընթացքում ինչ որ չափով գալիս է, ինչ որ չափով առաջ է շարժվում, կամ միգուցե քիչ-քիչ էր գալիս, հետո ընդունվում եք աշխատանքի, այդպես է գումար վաստակում, հա, կախված է ձեր իրավիճակից, հա։ Երկու քարտը պետք է վերլուծել, որովհետև հա մենք 1 ամիս ունենք մեր դիմացը։ Նաև ոմանք կարող է ֆոնդային շուկա այստեղ ինչ որ նման տեղեր մտնեն, նաև փոքր-մոքր եկամուտներ են, անպայման ստուգեք ձեր հաշվի համարը պարտադիր, ստուգեք ում եք գումար փոխանցում, ով է գումար փոխանցում, այդ ամենը պարտադիր է, հա, լավ ուսումնասիրեք, աչքաթող մի արեք, ոչինչ։ Նաև սա ֆինանսական բանակցություններ են, ովքեր որ ունեն բիզնես, վարկի պայմանները կարող եք գնալ, քննարկել, թե ինչը ինչպես պետք է լինի։ Նաև աշխատավարձի եւ ներդրումների քննարկում, միգուցե գնում եք տնօրենի մոտ, խոսում եք աշխատավարձի մասին, միգուցե ինչ որ մեկի հետ եք խոսում, որ ուզում է, որ գործընկեր է եւ ուզում է ներդրում անել, կամ դուք եք ուզում ներդրում անեք, մի հատ հասկանում եք ինչ է դա, ինչի վրա եք ուզում ներդրում անեք նոր հետո։ Պարտադիր է, հա, ֆինանսական հարցերում ապրիլ ամսին մինչև առաջ խաղացումը, մինչև առաջ տանելը որևիցե գործ, պարտադիր խոսել, պայմանավորվել, նոր հետո անել։ Այսքանը տեսնենք մայիս ամսին, ինչ է սպասվում ձեզ, ինչ որ կտրուկ փոփոխություններ է ձեզ սպասվում։ Մայիս ամսին այստեղ ավելի շատ ոնց որ խորը մտածմունքների, նաև վերլուծելու ժամանակ է ձեզ համար, կարող եք վերլուծել ձեր գումարները, որևիցե որոշումներ կայացնել եւ նաև որոշումներ կայացնելու համար միգուցե պետք է միայնակ մնաք, որպեսզի կարողանաք այդ որոշումը կայացնել։ Նաև հա ուշադիր պետք է վերլուծել յուրաքանչյուր հարց, որը կապված է գումարի հետ։ Եվ պետք է ավելի շատ խնայող լինեք այս ամիս, կարող եք նաև գումար շատ չծախսել, ձեռն փակ լինել, չուզենաք այդ ամիս գումար շատ ծախսել։ Սա նաև կարող է լինել ֆինանսական որևիցե խնդիր, դա կարող է լինել, ոնց որ գումար չեն գալիս, դրա համար գումար չեք ծախսում, կախված է թե դուք աշխատում եք այդ ժամանակահատվածում, թե ոչ։ Հնարավոր է նաև այդքան էլ բարեկեցիկ չեք այդ ամիս, հնարավոր է նաև ուղղակի պետք է միայնակ մնաք, խորհեք, մտածեք ձեր հետագա քայլերի մասին։ Բայց նաև ամսվա կես, միգուցե դա ամսվա ֆոնն է, ամսվա ինչ-որ պահեր են, որ այդպիսի իրավիճակ է։ Նաև այստեղ կարող է հանկարծակի դադարի նաև ֆինանսական հոսքերը։ Նաև աշխատավարձը կարող է միգուցե նվազում է, ինչ որ հանկարծակի անսպասելի շրջադարձ է սա գումարի հետ կապված եւ կարող է նաեւ ճակատագրական որոշում դուք ինքներդ կայացնեք եւ միգուցե ինչ որ մի եկամտի աղբյուր որոշում եք հանել չզբաղվել այլևս դրանով։ Այդ ամիս պայմանագրեր ուղղակի մի կնքեք, հա, միգուցե պայմանագրերի խզում են, միգուցե տուգանքներ են, նորմալ փորձեք ոչ մի պայմանագրեր չկնքել։ Մայիս ամիսը այդքան էլ լավ ամիս չէ ձեզ համար։ Եթե այսպես վերլուծենք, այստեղ ավելի շատ վախեր են, բայց մայիս ամիսը այդքան էլ պետք է ուղղակի կարողանաք հաղթահարել, միգուցե ինչ որ մի բան այնպես չէ ֆինանսական վիճակում եւ պետք է հաղթահարեք։ Թուրը ձեր ձեռքում է եւ դուք պետք է կարողանաք տանել այդ իրավիճակը, ինչ որ խնդիրներ են ֆինանսական։ Տեսնենք հունիս ամիսը, նաև հունիս ամսում է մի փոքր։ Այդ ամիսը այստեղ հնարավոր է նաև անսպասելի որևիցե գումարներ կան կամ գումար աշխատելու հնարավորություն ունենաք։ Կարող է ինչ-որ մարդիկ ձեզ աջակցեն, միգուցե նաև ինչ որ օգնություն կարող վարկ եք վերցնում, ամենայն դեպս գումարի մասին ավելի ուրիշ ձև կմտածեք, ուրիշ ձև կպատկերացնեք, այն ինչ որ այստեղ նախորդ ամսում էր։ Բայց այստեղ պետք է ուշադիր լինեք, որովհետև կարող է գումարի հետ կապված որևէ կոնֆլիկտներ լինեն, դատական գործընթացներ, նաև գույքի բաժանում
դրա հետ կարող է կապված լինել կոնֆլիկտը, որ թե պարտքի հետ կապված ինչ-որ պարտավորվածություն, լարվածություն, ֆինանսական հարաբերություններում, միգուցե ձեր և ձեր զուգույն կերոջ կամ այն մարդու հետ, ինչ-որ ֆինանսների հետ կապված հարցեր կան, պարտքեր և այլն։ Պետք չի էլի նորից ինչ-որ ներդրում անել, գումարը եթե գա ավելի լավ է, ուղղակի համ օգտագործեք այն ձեր գործերի, ձեր ուտելիքի, ձեր ապրելու վրա։ Նաև կարող է ինչ-որ դատարկ խոսակցություններ լինեն գումարի հետ կապված ֆինանսական հարցերում։ Նաև ինչ-որ բաներ են, որ պետք է կրկին կամ վճարեք, կամ դուք, կամ ինչ-որ բաներ են դանդաղում, որ իրենք պետք է վճարեն, կրկին վճարելու համար դրա համար են դանդաղում։ Վճարման հետ կապված ոչ է վեճ, նման պահեր են, որ 2 ամիսը, մայիս, հունիս ձեզ մոտ առկա է, բայց այնտեղ հնարավորություն ունեք գումար վաստակելու հունիսը, բայց մայիսը եւս, ուղղակի պետք է առանձնանաք, ճիշտ որոշումներ կայացնեք, այդտեղ չի ասում, ոչ գումար չկա, հնարավոր է նեղված է գումար չկա դրա համար, բայց դա հստակ չէ, կարող է ամեն մարդ մի ձևով է որոշում կայացնում եւ իրեն անհրաժեշտ է մենակ մնալ, որպեսզի այդ որոշումը կայացնի։ Տեսնենք հուլիս ամսում ինչ է լինում։ Հուլիս ամսում արդեն ձեզ մոտ ամեն ինչ կայունանում է, ամեն ինչ կարգավորվում է։ Չնայած որ եթե վերցնենք ինքը բոլոր ամիսներն էլ այստեղ հիանալի էր, բացի այս մայիս-հունիսը, այստեղ ձեր կասկածներն կամ ինչ որ լավ չտեսնելու, սա եւս առաջ խաղացում է, այստեղ է միայն որ կամ դուք եք կտրուկվեցեք քայլ անելու կամ ինչ որ պահեր են սա։ Եվ հուլիս ամիսը սա աճի ժամանակն է, շահույթի ժամանակն է, նաև լավ ծրագրեր են, որոնք որ կարող եք իրականացնել, աճ, ֆինանսապես, նաև սա կարող է նշանակել, որ ավելի շատ կարող եք երազել, ավելի մեծ շահույթի մասին, ավելի շատ գումարներ վաստակելու մասին, նաև դա աստղ է, որ կարող եք ավելի փայլել, ավելի ֆինանսապես ոնց որ կայուն լինել եւ բնականաբար կողքի քարտն էլ եւս դա է ասում, որ ուրիշ ձևով կլինեք արդեն դիրքում կլինեք, ինչպես որ այստեղ է, մարդը փայլում է ֆինանսապես։ Դա նաև հույս է, նոր հույս է, որ գալիս է ձեզ հուլիս ամսին, այս իրավիճակից հետո, ոգեշնչում, նաև վերականգնում ֆինանսական վիճակը, ֆինանսական վիճակի բարելավում, նաև նոր հնարավորություններ, որոնք ավելի խոստումնալից կլինեն, հաջողված նախագծեր, կարող են ձեզ աջակցել կողքից, նաև արդեն ոնց որ հավատ է գալիս ապագայի նկատմամբ, արդեն հավատով եք լցվում։ Իսկ կողքինը դա ասում է արդեն ֆինանսական կայունություն է, սա երաշխավորված եկամուտ, երկարաժամկետ եկամուտ, նաև ավանդներ է սա, ապահովագրություն, այնպես որ հետո արդեն հուլիս ամիսը ձեզ մոտ ձեր եկամուտները արդեն կայունանում են, հուսալի վիճակ է լինում ձեզ մոտ։ Եթե ներդրում եք ուզում անել, ապա այդ ներդրումը պետք է անեք այնպես, որ ինքը երկարաժամկետ նախագծի վրա անեք, ոչ թե ուղղակի հենց այնպես մեկ ամսվա։ Ինքը մխրճվող, քարտ է, ոնց որ ինչ-որ մի բան արեցիք, մխրճվելու է դրա համար, պլանավորեք ավելի շատ ինչ-որ բաներ հուլիս ամսվա համար, որ երկար ժամանակ պետք է դա լինի։ Ավելի ռիսկային գործողություններ նաև կանեք, ավելի հանգիստ կլինեք իդեպ ձեր գումարի հետ կապված ձեր ֆինանսական վիճակի, նաև ամուր ֆինանսական հիմք է սա։ Միգուցե սա ենթագիտակցություն է, միգուցե ինչ-որ պահեր են, որոնք որ մտնում են ձեր կյանք։ Տեսնենք օգոստոս ամիսը, թեթևություն է սա, ավելի ու ավելի թեթև է սա, նոր կյանքի սկիզբ է սա։ Եվ օգոստոս ամսվա համար դարձեք ավելի պատասխանատու մարդ, մտածեք ապագայի մասին, կազմեք ծրագրեր, վերացրեք եսասիրությունն ու մանկամտությունը, մտածեք այլ մարդկանց եւ նրանց զգացմունքների մասին եւս, այլ ոչ թե միայն ձեր եւ ձեր ցանկությունների մասին մտածեք։ Եվ իհարկե նոր սկիզբ է սա, ինչ-որ նոր բան փորձելու հնարավորություն կունենաք, ինչ-որ նոր բան կարող եք սկսել,
Համարձակ քայլերի ռիսկի ժամանակն է, այնպես որ ինչ որ ուզում եք անել օգոստոս ամսին վստահորեն արեք։ Սա անսպասելի հաջողություններ կարող է ձեզ բերել այդ այն ինչ որ դուք անեք, հա, ինչ որ դուք սկսեք։ Պետք է մի փոքր զգույշ լինել, ուղղակի միշտ ապեք։ Միայն դա է, որովհետև տվյալ անձնավորությունը, տվյալ քարտան նայեք ինքը օթերի մեջ է, ինքը ոչ մի բան չի զգում։ Դրա համար դուք եւս պետք է շատ ուշադիր լինեք յուրաքանչյուր բան անելուց։ Միշտ ապեք։ Նույնը որոշում կայացնելուց եւս միշտ ապեք։ Պետք է հավասարակշռված լինեք եւ հետո նոր որոշում կայացնեք։ Եվ այդ ժամանակ նաև եկամտի աղբյուրի փոփոխություն տեղի կունենա, ոմանք կարող են անցնել նոր աշխատանքի, լրացուցիչ եկամտի աղբյուր կարող եք ունենալ, նաև ֆինանսական բավականին շատ ռեսուրսներ կունենաք։ Աճի փոփոխություն է սա նաև, զարգացման փոփոխություն է, եկամուտները կաճեն, ոնց որ թարմանում է նաև ձեր եկամուտը, ոնց որ ինչ որ աշխատում եք հիմա եւս ավելի է թարմանում եւ հիմա ուրիշ ձևով եք արդեն աշխատում։ Եվ նաև գումար վաստակելու նոր հնարավորություններ ձեզ կընձեռվեն այդ ամիս, այնպես որ օգտվեք յուրաքանչյուր հնարավորությունից։ Գնայինք սեպտեմբեր ամիսը, տեսնենք մեզ ինչ է սպասվում, տան հետ է կապված յուրաքանչյուր գումարը միգուցե տուն եք գնում։ Ուրեմն առաջինը սեպտեմբերին պետք է շատ զգույշ լինեք ֆինանսական խարդախություններից, որտեղ տեսնում եք այստեղ նայեք, վերցրել փախել է եւ մտել է մի անկյուն, որպեսզի իրեն չբռնեն, իրեն չտեսնեն։ Դրա համար պետք է շատ զգույշ լինեք այդ ամիս ֆինանսական յուրաքանչյուր որոշում կայացնելուց, պարտք տալուց, պարտք վերցնելուց, կարող է խաբեբայ է, հա, եւ խաբի ձեզ յուրաքանչյուր պարագայում, դրա համար մի վստահեք։ Յուրաքանչյուր տեղեկատվություն ուշադիր զննեք, հետո նոր վերջնական որոշեք, վերջնական պատասխանեք։ Եվ իհարկե ֆինանսական վիճակը, հա, եթե իհարկե մարդիկ կան, որի ոչ ոքին չեն վստահում բնականաբար, ամենայն դեպս տան հետ կապված այստեղ ֆինանսական կայունություն է, հնարավոր նաև ժառանգություն է ոմանց համար, անշարժ գույքից եկամուտ, կամ տուն եք գնում, կամ այնտեղից եկամուտ եք ստանում, նաև ընտանեկան խնայողություններ են սա, որ կարող եք օգտագործել այդ ամիս կամ ուղղակի դնեք մի կողմ, ասեք սա մի կողմ ենք դնում, եւ այդտեղից սեպտեմբերի համար ամենայն դեպս կմտածեք, որ անհանգստանալու բան չկա եւ դա նշանակում է, որ շատ երկար ժամանակ դուք չեք անհանգստանա գումարի հետ կապված։ Եվ հուսալի եւ կայուն ֆինանսական դիրք, այն ինչում որ դուք լավ եք անում, այն ինչ որ դուք լավ եք, հա, օրինակ ինչ որ աշխատում եք ինչ որ մեկի մոտ կամ ինչ որ ապրանք եք վաճառում, եթե դա ձեզ համար լավ է, ոնց մնացեք այդտեղ։ Ոչ մի ուրիշ բան մի փոխեք ձեր կյանքում այդ ամիս։ Անում եք սա, աշխատում եք այս մարդու մոտ, ուրեմն մնացեք այդտեղ։ Անում եք ինչ որ մի բան, վաճառում եք դա, ուրեմն դրանով զբաղվեք այս ամսվա ընթացքում, ուրիշ ոչինչ։ Նաև կարող եք ներդրում կատարել անշարժ գույքի մեջ, նաև կայուն եկամուտ է։ Նաև ոմանք կարող է իրոք տուն են գնում, տուն են վաճառում, դա ինձ է գալիս, միգուցե նաև ինչ որ բիզնես եք հիմնում, որը եւս էլի տան առքովաճառքով է զբաղվում կամ նաև միգուցե իմ ասածի պես քնած բիզնես է դա համարվում, որ տուն ես գնում եւ այդպես գումարներ է գալիս, միգուցե նման գործողությամբ եք ուզում զբաղվել։ Եվ տեսնենք, օй, հոկտեմբեր ամիսը հետաքրքիր էր։ Դե ընդհանրապես այդ քարտը գայթակղություն է։ Հոկտեմբեր ամսին բավականին ցանկությունը ձեր մեծ կլինի, որպեսզի վաստակեք, շատ գումար ունենաք, չափազանց մեծ կլինի այդ ցանկությունը, նաև մեծ գումարներ, հա, շատ գումար, նաև կարող է ոչ թե ունենաք, այլ նաև ծախսեք։ Դրա համար պետք է ուշադիր լինեք նաև խաբեություններից, որովհետև դա նաև խաբեություն է, հա, կարող են ձեզ գայթակղել որևիցե խաբեությամբ։ Նաև պարտք կարող եք վերցնել, հա, գայթակղվեք, վերցնեք, կարող է պարտքերը կուտակեք նաև։ Այնպես որ պետք է շատ ուշադիր լինեք այդ ամիսը, որովհետև գայթակղությունները շատ են մեծ լինելու եւ պետք է կարողանաք ուղղակի կառավարել ձեզ ընդհանրապես։
Եվ նաև հաջորդ քարտը բացի այն, որ դուք կարող եք ձգտել, միգուցե գիտեք, որ մարդը այսքան ունենում, հա, ոնց որ ձգտում է ավելի շատ կրկնապատկվի, եռապատկվի, դրա համար գայթակղությունները դրանում էլ նաև կարող են լինել։ Իսկ այդ ամիս նաև կարող եք ստանալ մեծ գումար, խոշոր գումար, բարեկեցություն է նշանակում, հարմարավետություն է նշանակում, լավ աշխատավարձ, կարող աշխատավարձը բարձրացնեն, ամենայն դեպս ֆինանսապես անվտանգ վիճակում կլինեք, կայունություն է, զգալի եկամուտ է սա նաև, շահավետ ներդրում է, պասիվ եկամուտ է նաև, որ ինչպես որ նշեցի, որ գնում եք ինչ-որ մի բան, դնում եք մի կողմի վրա եւ դա ձեզ գումար է բերում։ Դա յուրաքանչյուր բան կարող է լինել, յուրաքանչյուր այնտեղ տպագրական մեքենա օրինակ գնում եք եւ դնում եք մի կողմ եւ մարդիկ գալիս են տպագրում են եւ դուք գումար եք ունենում գործելու մեջ, ստեղծում են սխեմաներ, գցում են սայթերը եւ մարդիկ այդ սխեմաները քաշում են, իրեն գումար է, սխեման անընդհատ ինքը չի անում։ Դրած է, դա եւս պասիվ եկամուտ է համարվում։ Նաեւ կարող է ազդեցիկ ոճը մեկը, որ բարեկեցիկ է ապրում, որ ավելի ճանաչված է կամ ֆինանսապես է լավ այդպես թափով, կարող է նաեւ ձեզ աջակցել, օգնել։ Սա նաեւ շահավետ գործարք է միգուցե տվյալ անձնավորության հետ, կապիտալի ավելացում, բայց պետք է հասկանաք, որ կարող է պետությունը վերահսկողության տակ պահել նաև ձեր ֆինանսական եկամուտները, կարող է տեսնել ճիշտ եք վճարում հարկերը, թե ոչ, որովհետև արդեն տարվա վերջ են հասնում։ Գնայինք նոյեմբեր ամիսը, նոյեմբերը հիանալի է, ասեմ, հիանալիներից հիանալի է, համարվում են նաև այս նույն քարտերը, կարելի է այդպես ասել, իրենք երկուսն էլ նստած են, այնպես որ դա թագավոր են երկուսն էլ, նոյեմբեր ամիսը հիանալի է։ Ուրեմն ֆինանսների մեջ ենք հիմա մենք նայում, հա, ֆինանսների հետ կապված։ Դա նշանակում է, որ ձեր ներդրումները կարող եք կառավարել, հա, մարդը իր դիրքում նստած է եւ կարող է կառավարել իր ֆինանսական վիճակը, իր ներդրումները, իր բիզնեսը, այն ինչ որ կունենաք իհարկե այդ ամիս ռազմավարական մտածողություն, նախաձեռնողություն, համառություն եւ դրա միջոցով էլ դուք կկարողանաք հասնել բարձր արդյունքների ձեր ֆինանսական վիճակում է եւ կնստեք այդպես տրոնում, ինչպես որ ասում են։ Նաեւ կարող եք այդ ամիսը համագործակցել որևիցե խոշոր մեծ հաստատությունների հետ, բանկեր, հարկային որևիցե տեղեր, վարկային կազմակերպություններ, որովհետեւ ֆինանսական գործարքներ կարող եք կնքել այդ ամսվա ընթացքում։ Նաեւ ոմանք կարող են այդ ամիս բանկում խնայողություններ պահել, որ գումարը շատ է եւ ներդնում եք բանկ, որպեսզի օրինակ Եվրոպայում, երբ որ դնում ես բանկում հատուկ քարտ կա, այդ քարտից միայն կարողանում ես հանել, դնում ես այդ քարտի մեջ եւ այդ քարտի անընդհատ տարվա վերջ գումար ավելանում։ Ճիշտ է, ինքը քիչ է, բայց վստահ ես, որ այդ քարտից ոչ ոք չի կարող քաշել։ Անգամ եթե որևէ կազմակերպություն փորձել անի, նախ բանկը կփակի, երկրորդն հանկարծ եթե անեն, դուք կարող եք դատի տալ միանշանակ։ Դա քո խնայողություններն են, ոչ թե խնայում ես տունը, ինչ որ բարձի տակ, այստեղ այնտեղ, այլ այդ քարտի մեջ։ Բայց եթե քեզ անհրաժեշտ է, կարող ես հանել, բայց խանութում չես կարող գնումներ կատարել դրանով, միայն հանում ես ու գցում։ Նաև բավականին հուսալի է, հա, դիրքը ձեր ֆինանսական շատ հիանալի է, այստեղ քիչ-քիչ է կարող բարձրանում, դանդաղ է բարձրանում ձեր ֆինանսական վիճակը դեպի լավը, բայց նա կայուն է, հասկանում եք, ինքը բարձրանում է, առաջ խաղացում կա, լավ եկամուտ կա, առաջ կգնաք, ներդրումներ կարող եք կատարել այդ ամիսը եւ քանի որ մարդը իր դիրքում է, գիտի ինչ է ուզում, կկարողանա ճիշտ ներդրումներ կատարել, հա, հենց այդ մտածողությամբ բնականաբար։ Եթե թեթև մեթև լիներ, եթե այս քարտը լիներ, հա, տեսակ սա այս քարտ ինձ համար շատ թեթև է, մարդը լուրջ չի վերաբերվում ոչ մի բանի։ Եվ տեսնենք դեկտեմբեր ինչպես եք փակելու։ Խնդիրներ միայն արկային ձեզ մոտ մինչև դեկտեմբերը բացել այստեղ մայիս, հունիս եւ սեպտեմբեր, իհարկե սեպտեմբերը խնդիր չէր, դա ուղղակի խաբեություններ էր, այստեղ գայթակղություններ էր,
բայց դա ֆինանսական վիճակի վատթարացում չի նշանակում։ Ուղղակի զգուշացումներ էր, որ դուք ունեք, հա, որ պետք է այս պահերին, այս ամիս զգուշանաք, միգուցե գալիս են ձեզ այնց գումար են ուզում, ձեզ ինչ-որ բան են առաջարկում, արի երկուսովս գումար դնենք, գնանք Լեհաստանից Շուշեղեն բերենք, ստեղ լցնենք, հա, դա է, որ ձեզ կարող են գայթակղել, դա է, որ ինչ-որ մի բան, որ ձեզ կարող է խաբեություն տալ։ Կամ դու ներդիր, ես ապրանքը պատվիրեմ, ինքը գա, չգիտեմ ինչեր, հագուստ, կամ ես իմ ինչ, եւ հետո դուք արդեն խնդիրների մեջ հայտնվեք։ Դեռ չեմ բացել դեկտեմբերը, հիմա բացեմ տեսնեմ։ Դեկտեմբերը ինչ է ասում։ Հիանալի քարտ է դեկտեմբերը։ Այնպես որ ձեզ մոտ միայն սա է, եթե սա վեճ է, դուք կարողանաք ձեզ կառավարել եւ չվիճեք գումարի հետ կապված, եթե պարտք չունենաք, եթե սա չունենաք, նա չունենաք, ավելի հանգիստ կանցնի բնականաբար այդ ամիսը, որտեղ դուք այստեղ եկամուտներ ունեք, որոնք որ կգան։ Նոր հնարավորություններ ունեիք, այնպես որ դրա համար այստեղ միայն սա է, որ կարող դուք կտրուկ քայլ անեք նաեւ։ Եթե ոչ դիմացինը, ապա սա դուք եք, որ կտրուկ կարող եք քայլ անել, թե չէ, ինչ որ ես այստեղ ֆինանսական դժվարություններ որպես այդպեսին չեմ տեսնում։ Այն ինչ որ շատ իդեալական բաներ ընդամենը սա էր, սա էլ կարելի է համարել, սա ինչու՞ չէ, առաջ խաղացում էր, սա էր առաջ խաղացում, սա մի խոսքով ինչ որ կան ամիսներ, որ առաջ խաղացում են, կան ամիսներ, որ զգուշացումներ են ուղղակի։ Սրանք էլ այստեղ օգնություններ կան, ինչ որ գործընթացներ կան, որոնք կարող այստեղ բիզնեսն եք տեղափոխում տուն եւ անում եք, տանն եք զբաղվում ձեր գործերով։ Այնպես որ հիանալի տարի է եւ հիմա դեկտեմբերը վերլուծենք, դեկտեմբերի իհարկե ֆինանսական վիճակը այստեղ ինչ որ մի բան եք սկսելու նոր, որովհետեւ մի փոքր բան է, նոր բիզնես է, նոր գործեր են, նոր աշխատանք է, որ կարող եք ընդունվել։ Ինչ որ մի բան է նոր ձեզ համար, որ դուք կարող եք սկսել։ Դրա համար պետք է լավ ուսումնասիրեք իհարկե սկսելուց առաջ, որովհետև եթե չգիտեք այդ ոլորտի մասին, ապա պետք է անպայման ուսումնասիրեք, որտեղ դա ձեզ համար նոր է, հա, բաժը ընդհանրապես նորն է, փոքր որը մի բան է, փոքր գործողություններ են։ Սա նաև գումար է, հա, սա փոքր գումար է գալիս կամ փոքր ներդրումներ եք անում, ոչ է ձեր գործողության մեջ, որպեսզի այն գա։ Նաև կարող այդ ամիս գումար ծախսել, օրինակ ճանապարհորդության վրա կամ օտար երկրի հետ կապված ծախսեր անեք, նաև դա կարող է կապված լինել օտար երկրում որևիցե գումար փոխանցելու, իրենք են ձեզ փոխանցում, դուք եք փոխանցում, նաև դա կապված կլինի օտար երկրում որևիցե գործողություններ անելու հետ կապված, ներդրումներ անելու, ինչ որ արժութային որևիցե գործարքներ, ֆինանսական հորիզոնները ոնց որ կընդլայնեք, հա, մարդը այստեղ է գործ ունի, այնտեղ է գործ ունի, այստեղ բիզնես ունի, այնտեղ բիզնես ունի, ինչ որ նմանատիպ որևիցե պահեր են, որոնք որ կարող եք անել։ Սա նաև կարող է վճարում է, որը որ պետք է անեք եւ ավարտեք այդ վճարումը կամ ժամկետը, որ այս ժամանակում պետք է վճարեք այդ գումարը։ Դա իհարկե արդեն ասացի, կամ տրանսպորտի վրա կարող եք գումար ծախսել, մեքենա գնեք, այստեղ շարժական գույք է, հա, մոտոցիկլետ գնեք, առևտրից գումար այստեղ եկամուտ կգա, կարող եք նաև գումար հետ գցել, խնայել անպայման այդ ամիս, ընդհանրապես լավ կլիներ, այստեղ ձեզ մոտ կան բան պահեր, որ լավ կլիներ, որ գումար հետ գցեք, խնայեք։ Ժառանգություն կարող եք ստանալ, այնպես որ եւ ձեր բիզնեսը այն գործերը, որոնք որ կան, առաջ տանեք։ Միգուցե նոր եք բացում եւ այն առաջ եք տանում անմիջապես։ Նոր գործողություններ են, նոր եկամուտներ են, նոր բաներ են, ինչ որ մի գործ կարող է նոր եք սկսում, առաջ եք տանում եւ տեսնում եք առաջին փոքրիկ եկամուտները այդ ամիս։ Միգուցե ձեր սեփական գործն է, ձեր ինչ որ նոր մի բան է, որը թեկուզ կարող եք անել օտար երկրներում կամ մի հատ ունեք Երևանում, մի հատ բացում եք Գյումրիում, այստեղ այնտեղ, եւ այնտեղ մեկ էլ տեսնում եք այդ փոքր դեռ նոր եկող շահույթները։ Դե որ ասեմ վատ տարի է, ֆինանսապես չեմ կարող ասել, որովհետեւ հա կա այնտեղ, բայց բնականաբար դա նորմալ է։ Եվ լավ կլինի, որ տարվա ընթացքում ընդհանրապես բոլոր մարդիկ հետ գցեն գումար, դա շատ լավ կլինի։
ամենալավ բանն է, որ մարդը կարող է անել, եթե գումար հետ գցեք, երբեք գումարից չեք նեղվում, եթե ինչ-որ մի պահ գումարից նեղվեք, ապա իմանաք, որ ոնց որ այդ անվտանգության բարձիկը կա եւ դուք չեք նեղվի։ Այսքանը ձեզ համար, թող որ 2026 թվականը ձեզ համար լինի բարեկեցության ժամանակահատված, ձեր ֆինանսական վիճակը երբեք չվատանա, բարելավի մշտապես։ Ես այստեղ փայլեր եմ տեսնում, որ դուք կարող եք ուղղակի փայլել, առաջ գնալ եւ փայլել։ Միայն այստեղ վախը պետք է դնեք մի կողմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ ամենալավ 2026 թվականն եմ մաղթում։ Լավ եղեք։ Հաջողություններով լի։